երախտաբարդ կգնանք քո արչև, քո կորձը դե որ մեզի հոստեղ բերավ, քո աշխատանքը դե որ մեզի հաստատեց եւ մեզի օրե-օր փառք հավատ կդանի, որովհետեւ մենք կարողանանք դեր քո գամքը դնել երկրի վրա։ Ես գաղութեմ, որ բոլորիս հաջորդ հանգրվանը դանիս, նորոգված այստեղից դուրս ելնենք եւ զորացած թեպի դուրս ժայթքելու Հիսուսի անունով։ Ամեն խավ մեր արչեվեն, մեր վրայեն եւ ամեն խոչընդոտ մեր արչեվեն թող գոդորվի Հիսուսի անունով, թող ելլե եւ հարթ ջամփաթարնա մեր արչեվ, որովհետեւ դու կաս եւ դու կգործը դանես Հիսուսի անունով։ Ամեն։ Գնանք ռամեսներ։ Ուրեմն ինչպես գիտեք, մենք երեք կխոսեինք ինչ է օրտնողը եւ ով է շինարարը։ Եվ հատկապես անոնք, որոնք մեզ հետ չէին երեք բարձրապես արագ ասելու համար, օրտնողը անոնք են, որոնք գուքան Աստուծո առնելու համար, փամը ունին շահ յետևը, գամ գուքա մարդոց դալու փամը, բայց նորեն յետևը շահը ունին, իրեն գծարա է, դագավին, օրնողին, բայց շինարարը անցն է, որ ինքզինքը գուտա Աստուծո, Աստուծո գործերը ամբողջացնելու համար երկրի վրա։ Եվ երեք խոսեցանք ինչպես օրնողը գտարնա շինարար, օրնողը նախ պետք է ելա աշակերտ, որ ամեն ինչից հրաժարված է, իր անձը ուրացած է, խաչը կգրե եւ Հիսուսի հետևեն գերտա, եւ Հիսուս պիտի ամբողջացնես ինք այն նախատասությունը, որ իր աշակերտներուն ասավ, հետևե ինձ եւ ես քեզ մարդու որսոր պիտի դարձնեմ եւ դու պիտի դառնաս շինարար։ Ամեն։ Այսօր նույնպես պիտի ելա ինչպես շինարարը գշինե։ Եվ ասի շատ կարևոր է, որովհետև ես գասկաչունիմ, որ մարդիկ անգեղծ են եւ Հիսուսի գսիրեն հատկապես ասրահի մեջ, գխոսիմ, բայց եւ այնպես շինարարը գրնա դեղմի ինալ, որ անոր գրնան գսկուշ չլալ եւ հոնգ ուզեմ մեր ուշադրությունը դարձնել։ Փանալի համարը Սամոս 127-ը 1 այս կարոզիս փանալի համարն է։ Գսե եթե դերը չի շինի դունը զուր են աշխատում նրա շինարարները։ Եթե դերը չի շինելունը, բարաբի աշխատեցան շինարարները։ Նկատի արեք չսեր ձույլերը, չսեր հավատացյալները, շինարարների մասին գխոսի, որոնք ելած են, հրաժարված են, Աստծո գամքը նվիրված են, բայց գշինեն այն բանը, որ դերը սկիզբեն չեր ուզածադի։ Եվ իրենց չանքը գտապեն, ջագդի քրդին գտապեն, գհոգնին, գնա շատ անգամ նույնիսկ հուսախապլան։ Եվ գսեն ինչու համար չաշխատիր, որովհետև դերոջ մեջ չարին ինչ որ պետք է շինվի, հաբա իրենց ուզածը կամ իրենց աչքին շիդակ երևցածն է, որ փորձեցին հաջողցնել։ Դագավի նույն սրդով գնե, Աստուծո համար գնե, նվիրված է Աստուծո, բայց Աստված իրեն չսավադի է։ Աստված հավանաբար իրեն բիցեր ուրիշ բան մնե։ Հետևաբար այդ բաժարով գսե զուր է, որով Աստված չէ որ շինեց։ Ջագդի քրդինքը եւ օծությունը նույն բանը չեն։ Լրիվ ուրիշ բաներ են։ Չանքը եւ իշխանություն ունենալը լրիվ ուրիշ բաներ են։ Օրնոյին խնդիրը երեք կսենք իր աթորն է, սրդի քահը, որու դված է։ Եվ որ իր սրդի քահը գուտա գտարնա աշակերտ։ Իսկ աշակերտին խնդիրը եթե սկուշ չէ, որովհետեւ ճշմարիտ շինարարը լա ավելի ծածուկ է եւ շատերուս ալ գանտիբի ասիգա եւ եթե արթուն չլանք նույն զուգակի մեջ գինանք անալ եթե Աստուծո չի լսեմ եւ Աստուծո չդեսնեմ ինչ կուզենել եւ ելեմ ես իմ ուզածնեմ հստակ է ասի դեպի տուն գրնաս սիրելիս ամեն ինչ շիդա գնել կձակաշի վես ամենալավ կարոզը պատրաստես ամենալավ կարոզը պրոգրամը գադարյալն ես կիրքի բես շարժիս, կձակաշի վես, բայց յետևդ երգինքը չի գա, որ գրնակ կեցած է։ Եվ հոն է խնդիրը։ Սուրբ ոգին գրնակ չէ, տեխնիկը լավ բռներես, հավանաբար, բայց Սուրբ ոգին գրնակ չէ ադոր։ Ադոր համար ուշով պետք է որ իրեն հետևինք։ Ամենալավակույն օրինակը, որ գրնամ դալ Տեր Հիսուս ինքն է, ամենալավակույն շինարարը, եթե մարդկության բացմության մեջ մեկը գար, որ ամենաիմաստունն էր, ամենազորավորն էր, իշխանությունը իր ձեռքն էր, երկինքեն եկած էր, անալ Հիսուս Քրիստոս է, լավակույն շինարարը եւ ինք իր մասին հետեւյալը գսե Հովանու 5:19 գսե ճշմարիտ եմ ասում ցեզ, որդին ինքն իրեն ոչինչ անել չի կարող։
Եթե չտեսնի այն, ինչ հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, որդին էլ նույնն է գործում։ Եվ այս նույն բանը նորեն կգրտնե 5-րդ գլուխ 30-րդ համարի մեջ Հովանու, եւ գսե ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել, ինչպես լսում եմ, այնպես էլ թադում։ Եվ իմ թադաստանը արդար է, որովհետև ես իմ գամքը չեմ գադարում, այլ ինձ ուղարկողի գամքը։ Ցույց իր գադարած գործերը գտեսնե հայրը ինչ կնե անի գնե։ Հիսուս որ ինք գրնար եւ իրավունք ունել, գրնար անել, իր գամքը հանցնած էր ամբողջովին Աստծո եւ իր ուզածը գուզեր անել։ Եվ իր դեսածն էր որ գներ։ Ոչ միան ըրածները, այլ նաեւ իր խոսքերուն մասին գսե 7-րդ գլուխ 16-րդ համար, գսե իմ ուսուցումը իմը չէ, այլ նրանը որ ինձ ուղարկեց։ Նույնիսկ քարոզը որ գուդար, ուսուցումը որ գուդար, ինձ մեջ էր գսե, այլ ինձի ուղարկողն է։ Նորեն գգրտնե 8-րդ գլուխ 28-րդ համար, գսե եւ մարդու որդին բարձրացնեք այն ժամանակ գիմանաք, թե ես եմ եւ ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։ Աստծո որդին ինչ կտեսներ, գներ, ինչ կլսեր, ադի գսեր։ Եվ այնպես դարձավ ինքը քերակույն շինարարը, որ իր շինածը հավիդյան կմնա եւ վրան ժամկետ չունի։ Դեր Հիսուս օրը փամը չրավ ինքնակլուխ եւ անգետ կդերոճմե հորմե խնդրեց որ հաջիս օրտնե ասի։ Եվ մենք շատ անգամ աստխալը գնենք։ Մենք քայլ մգարնենք, եւ հետո գտարնանք դիրոջ կսենք դեր օրտնե։ Գրնագ եղիր ասոր։ Բայց ադի չի կալեր։ Նախ դերոջ պիտի կաս, քեզի էսե ինչ կուզե որնես, անբես շարժիս։ Դեր Հիսուսը իր կյանքով կամ իր ծառայությունով մեզի ցույց տվավ մեկ բան, գախվածություն հորմե։ Գախված էր հորմե։ Ամեն ինչը հորմեն պիտի ելար։ Եվ եթե Աստծո որդին ասավ ես ոչինչ չեմ կարող անել, բացի անիչ որ դեսեմ հայր գնե, մենք որ հոս ենք այսօր կգարձեմ բոլորս ալ մեր գարքին, բամը չենք կրնարնել, եթե որ մենք իր մեջ ստանանք։ Թե ոչ մեր շինածը զուր գերտա։ Ով ուզե իր շինածը զուր երտա, ես չեմ ուզեր։ Վստահ եմ դուք չեք ուզեր։ Հետևաբար այս խոսքը եւ այս համակումարը որ գխոսենք սրդիտ մեջ փորակրե, ամեն խոսք որ գարցակվի քանց է, ոսկի է։ Եվ քու կյանքդ կամ քու գոչումդ ավարտին հասցնելու համար է։ Հովանու 14:10 Գսե չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ է։ Այս խոսքերը, որ ես ցեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ հայրը, որ իմ մեջ է, եւ լավ նայեցեք ինչ կսե, նա է կորձերը գադարում։ Սա այն բոլոր կորձերը, հրաշները, նշանները, որ Հիսուսով կգադարվեր, ով գներ, հայրը գներ իր միջոցով։ Նույնիսկ անոնց կրեդին ինքը չեր առներ, հորը գանցներ ադի, որով հայրը գներ եւ նույն քախնիկն է, նույն բանալին է մեր կյանքի մեջ։ Շինարարը որ նվիրված է, որ Աստծո կորձը բիտնե, հորմեն կստանա հայրը իր միջոցով կգադարե։ Սուրբ Հոգով կգադարե կորձը գամփոխչացնե երկրի վրա։ Հրաշները, նշանները, ես բոլոր բաները, որ կգադարվի իր ցերկով պիտի ելա։ Հիսուսին տեխնիկ մջեր, ասեմ, հաբա Աստծո հետ հաղորդակցության կյանքով ապրիլ էր։ Հովանու 15, Հովանու ավետարանի մեջ միջալոց շատ պիտի տեսնես ասի։ Հովանու 15:5 գտարնա Տեր Հիսուս հիմա մեզի գսե, ես եմ որդադունգը, իսկ դուք ջուղերը։ Եվ ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ բդուղ է դալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Սոք դեսնես, ինչպես ինքը որ մեկ ախված, մենք հիմա իր մեկ ախված պետք է ապրենք։ Եվ այն ադեն շատ բդուղ գուդաս, կովին տարծիրս է շատ բդուղ գուդաս այն ադեն։ Հետևաբար չգա հասունության մագարտակը, կամ հանգրվամը, որ գասնից, որ ասես հերիք է այլևս ես գնամ ամեն ինչ առանցին անել, բեք չունի Աստծո։ Իրականության մեջ ամենահասուն շինարարները ասեմ, անոնք չեն, որոնք ամենաշատ անգախներն են, անոնք են, որոնք ամենաշատ գախվածներն են Աստծո։ Եվ ադե իրենց քախնիկը։
Այս սենյակի մեջ շինարարը ամենազորավոր մարդը չէ, հաբա անի է, որ ամենաշատ գախվածն է Աստուծո։ Ադի իր դգարությունը չէ, ադի իր զորությունը, ադի իր քախնիկն է։ Ադե փանալին, որմով գծարա է, եւ ադի քեզի գուդա ինքնավստահություն, ադի քեզի ներշնչի, ադի քեզի գուդա մխիթարություն, քեզի ոտքի գանե նույնիսկ եթե ալ ինգած ես, իդ քեզի ոտքի գանե, քան ինքն է քեզի հանող։ Եթե նադոր պետք ունիս։ Հետևաբար, եթե ամեն ինչ գախված է լսել են եւ տեսնել են, մեկ բան կա, որ շինարարը պետք է ամենաշատը հսկե, ինչ է գարձիկով, ծեր գարձիկով, աղոտ կնե, աղոտքի կյանքը, հոմ պիտի լսես եւ հոմ պիտի տեսնես, հոմ պիտի իմանաս Աստծո խոսքով անշուշտ, բայց այդ ներքին սենյակը պիտի մտնես եւ Աստծո հետ այդ մդերին հաղորդակցությունը պիտի կազմես, որում մեջ պիտի տեսնես Աստծո եւ պիտի լսես Աստծո եւ շարժիս։ Գործարակելոց 6-րդ գլուխը սկիզբեն եթե գարտաս ամենագեղեցիկ օրինակը կտեսնենք այնտեղ, որ եկեղեցին սկսավ բազմապատկվել եւ շատ աշակերտներ սկսան շատանալ գսե աշակերտները եւ հանգարց խնդիր մը գծակի աղքատախնամության խնդիրն է որբևարիներ կա որոնք իրենց գանդեսվեին եւ հետեւաբար խնդիրը հարաճացավ եւ լուրը հասավ արաքյալներուն ժողովուրդի իմ արաքյալներուն գնային թե ինչ պիտի ինեն եւ ինչ պետք է գադարվի որ աս խնդիրը լուծվի արաքյալները երկրորդ համարի մեջ գսե դարձան եւ ժողովրդին ասին մեզ վայել չէ որ Աստծո խոսքի կարծություն թողնենք եւ սեղանները սպասարկենք հետեւաբար ասեցին մարդիկ ընդրեցեք ձեր միջից որոնք սուրբ հոգով լեցված են եւ իմաստությամբ եւ իրենց գարկենք այս զարայության մեջ իսկ մենք ինչ ունենք աղոտքի նվիրվինք եւ խոսքի կարծությանը մենք աղոտքի նվիրվինք եւ խոսքի կարծությանը ես է բացի գարտամ գսեմ ուրեմն փամը դեսած են Հիսուսին վրա եւ այդ մեկը իրենք իբրև օրինակ լավ սորված են այդ մեկը իբրև օրինակ իրենց ցանկի մեջ լավ հսկեցին եւ իրենց այդ հսկելուն բաժարով է որ աս եկեղեցին առաջին եկեղեցին երկու սերունդի մեջ ամբողջ աշխարհը դակն վրա արին անշուշտ իրենց խնդիրը սпасարկելը չէր ադի չէր խնդիրը ադի անդեսելը չէր եւ փաստը անե որ մարդիկ ընդրեցին ի վերջո որ այդ զարայության վրա տնեն ասին իրենց հոգը էր ոչ թե որ չէր բայց ավելի կարևոր բան կար առաջնահերթությունը կա որ շինարարը գրնամորնա եւ ասպես ձաձուկ ցևով դեսնո որ իր ցանկի մեջ են սկսավ նվաճիլ եւ այդ մեկին թույլ պիտի չի դանք մենք հոսե որ շինարարները գինան ես եւ բադվելին հետ նստած է եւ գխոսեինք սա ստատիստիկսի համաձայն օրնողները ավելի շատ մեղքի մեջ գինան քան շինարարները բայց եւ այնպես շինարարները թեև մեղքի մեջ չեն ինար ինչքան օրնողն է բայց ուրիշ բանի մեջ գրնան ինալ անալ բարի բաներու մեջ կրնան ինալ, լավ բաներու մեջ կրնան ինալ, որ անպայմանորեն Աստված յետևը չէ։ Իրենց գրաֆիկը գլեցվի, իրենց օրացույցը գլեցվի, ժողովներով, միտինգներով, կրասենյակային գործերով, ասոր անոր հասնելով, բայց եւ այնպես կրնա ըսկուշ չլա եւ իր կյանքի մեջ աղոտ կնվաճի եւ հետո Աստծո խոսքը հանգած գսկսի դառնալ բամը որ միան քարոզ պատրաստ է եւ ոչ թե Աստծո խոսքեն գերագուր ու դե հաց ու դե որ ամեն օր անոր արչեւ գնա եւ առնե իր մանանան Գաբրի երեկվա մանանային վրա որ այլևս որթոդի եւ ի վերջո ժամանակ մը գասնի որ գտեսնի որ իր շտեմարանը կամ իր թանկը այլևս սպարված է եւ եթե առաջ չի արած վերջավորության դեմը գասնի ուշ կնկատե որ այլևս բամը չի մնաց միցը կերհոն երթա հսկե ինչպես արաքյալները հսկեցին ամեն ինչ եմ վեր հսկե ինչպես արաքյալները հսկեցին նույնիսկ եթե ալ բարի բաներ են լավ բաներ են աղքատախնամության զարայությունների վերջո եւ ուրիշներ այդ զարայությունով ի վերջո մեջտեղ ելան եւ հրաշներ նշաններ ավետարանիչներ ելան ունգե Ստեփանոս առաջին նահատակներ որ այդ զարայությունը ուներ Փիլիպոս հաջորդներ իրենց նման 7 հոգի ընդրվեցան հետեւաբար իրենց հսկողություններ որ ի վերջո իրենց լավ շինարար դարձին լավ ջանցած էին թե եթե իրենք սկսին բան մշինել եւ Աստված չէ որ ադի գշինե հիմը լավ պիտի չի տրվի
եւ իրենց վրա մեծ պատասխանատվություն կա, բայց նույն պատասխանատվությունն այսօր մեր վրա է։ Ասիկա իբրև քննադատողական ցեվով չեմ ասել, իբրև հրավեր գսեմ այս մեկը, որ շինարարներուս աչքերը բացվի եւ այն բանը, որ ամենակարևորն է, կարևոր դեղը տնենք եւ ադիգա չիցկենք նվաճի։ Եթե երթաս գործարակելոց 10-ը պիտի տեսնես հստակ բան, որ Պետրոս ինչ որ գսեր, ադիգա նաեւ Գաբրիել նախքան երթար Կորնիլիոսի դունը, նախքան Հեթանոսիմը դան մեջ իր ոտքը գողեր։ Ուր էր։ Դանիքն էր, գաղոթ էր։ Չէ՞։ Եվ հոն ստացավ դերոճմե հայտնություն, թե ինչ պետք է անե ինքը։ Հոն դեր իրենսավ աջսմարտիկը ես ղրգեցի, հետերնին կնա, ինք բիչեր տարտե ոչ։ Դերոճմե ստացավ, ադուրամացան շարժեցավ։ Արդյոք ինչ պիտի ելար, եթե Պետրոս Դանիքը չլար, աղոտքի կյանքի գենցաղ չունենար, կյանքը չունենար, պիտի չստանար այդ հայտնությունը եւ չգիտեմ եթե Բողոս Արաքյալի հետ խնդիր ունենար հետո։ Որովհետեւ Բողոս եկավ Արաքյալներուն այդ մեկը բաժնեկցեցավ, թե ինքը ինչ կնե Հեթանոս աշխարհի մեջ եւ Պետրոսի վերջո ոտքի ելավ եւ խոսեցավ Հակոբոսին հետ խոսեցավ եւ վստահ Կորնիլիոսի հետ ինչ պատահեցավ։ So այդ հայտնություններ, որ եկեղեցին ավելի հարաճ դարավ եւ Հեթանոս աշխարհի մեջ նույնիսկ Երուսաղեմի մեջ գտնվող եկեղեցին գրնակ եղավ այդ առաքելությամբ, որով դերոճմե ստացան եւ քնած Կորնիլիոսի դունը, որով դերը ասավ, քնած Կորնիլիոսի դունը, քարոզը չի վերջացած, արդեն Սուրբ Օքին հանգչեցավ։ So ան խոսքը, որ աղոթքով դերոճմե ստացված է, ան խոսքը յետևը Սուրբ Օքին կանգնած է, նույնիսկ հավանաբար քարոզը չի վերջացուցած, արդեն Սուրբ Օքին մարդոց վրա արդեն աշխատանքը սկսին է, մարդիկ ոնց Սուրբ Օքով մգրդվեցան եւ նաեւ հետո ջրով մգրդվեցան։ Եվ ասոնք Հեթանոս անցյալ եկուկային։ Սվածավախ են անշուշտ, բայց Հեթանոս անցյալ եկուկային։ Բայց միտքը Պետրոսին վրա է եւ Պետրոս ինչպես մադագարարեց։ Շարքը նայեցեք եւ որ իրենք խոսեցան ժողովրդին կամ աշակերտներուն, ասեցին մենք նվիրվենք աղոթքի եւ հետո խոսքի քարոզչության։ Նախ աղոթք, հետո խոսքի քարոզչություն։ Հագարակը չէ։ Խոսքի քարոզչություն հետո դեր հաջիսորդն է։ Կամ ոյվե ծառայություն եւ դեր հաջիսորդն է։ Հովանու 6:63 Դեր Հիսուս սկսե հոգին է կյանք դվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ասացի ցեզ, հոգի եւ կյանք է։ Այն խոսքը, որ իր մեգուկա, անոր մեջ հոգի եւ կյանք կա։ Այն խոսքը, որ մենք գշինենք մեր ցերկով, մեջը հոգի եւ կյանք չկա։ Հիսուսեն գուզենք առնել որ դանք մարդոց, որով հոն հոգին եւ կյանքը պիտի աշխատի եւ հոն հոգին մարդոց պիտի ազատագրե։ 15:3 նույնանման գսե դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ես ցեզ ասացի։ So իր մելած խոսքն է, որ եկեղեցին կմաքրե։ Եվ այն խոսքն է, որ գուզենք մենք դալ։ Հետևաբար տեխնիկ չէ, հաբա ինչպես երեք բադվելին գսեր, Աստուծո հետ սինկրոնայզել կամ հավասար հետը շարժիլն է։ Եթե ինքը մեզ մե արչև է, մենք պետք է ամիջապես ինչ որ գնենք, թողնենք եւ իր հետը հավասար քայլելու սկսենք։ Նեհեմիա 4 ամիս աղոթեց, որ հետո 52 օրվա մեջ այդ բարի սպիհիմներ։ 4 ամիս ձոմ, աղոթ, արցունք, սուկ, որ հետո միան 52 օրվա մեջ բարի սպաներ։ Պամը, որ 3 տարի պետք էր առներ, որ շինվեր, ինչպես արդու նաև հովիվ սեբուն գսեր, եզրաս աղոտքով գեցավ, դերոջ աչև գեցավ, բադրաստվեցավ, անգետ կքնած ազո կործը ընելու, հագարագը չրավ։ Շարքը բահեցին ազզարայողները, շինարարները ասեմ։ So կործարակելոց 6-1-ի մեջ, կամ նախքան ադիներոչուն 2-ի մեջ կդեսենք գսե Սուրբ Օքին ամեն օր եկեղեցին թիվը, հավատացյալներու թիվը գավելացներ։ 6-1-ին մեջը գսե աշակերտները գշադանային եւ շադացան եւ հետո խնդիր ցակավ, արաքյալները զսպեցին, արթուն էին, իսկ 7-րդ համարի մեջը բդուղ նայեցեք, գսե եւ Աստծո խոսքը աճում էր։ Բոլորս ագուզենք աճի եւ դարածվի Աստծո խոսքը։ Եվ աշակերտներուն թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում էր։ So առաջին համարի մեջ գշադնար 7-րդ համարի մեջ
չափազանց գմեծանար։ So բայթավ գարձես դարածությունը։ Եվ ոչ միան ադին շարնագե գսե քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։ Նույնիսկ քահանաները սկսան ապաշխարել եւ սկսան հնազանդել այս հավատին կամ այս ջամփուն Հիսուս Քրիստոսի։ Գտեսնես ինչով կարևոր է, եթե Աստված չշինե իր դունը, ինչ է արդյունքը, եթե շինե ինչ է արդյունքը։ Մենք ադի ուզենք։ Շինարարը ասի պետք է բահե։ Դրա համար գտեսնես Հիսուս գրտնած է, աշակերտներուն այդպես պատրաստեց։ Եվ աշակերտները հետո դարձան Հիսուսին ասին դեր մեզի սորվեցուր աղոթել։ Շատ ուրիշ բաներ կրնային խնդրել Հիսուսեն, որ իրենց սորվեցնե, դեր մեզի սորվեցու ինչպես հրաշք կնենք, ինչպես ճուրերում վրային քալենք, ինչպես քարոզենք։ Հասկացան ուր է քաղնիկը։ Անձնական ներքին սենյակի մեջի գդարվածն է, որ արդակնաբես ծառայությունը դեր կգադարե իր միջոցով հասկացան ադիգա եւ ադի խնդրեցին սի մեզի սորվեցուր ինչպես աղոթենք եւ անշուշտ դերը իրենց ադի սորվեցուց իրենց չանտիմանեց չսավ ուրիշ կարևոր բաներ կանոնց վրա գետրոնացեք նո ճիշտ բան ուզեցին եւ իրենց ադիգա սորվեցուց անոմար հսկե եւ դերը պիտի սկսի շինել իր դունը 5 դագային մեջ ուրիշ շինարար ալգար անունը Զաքարիա էր Եվ Զաքարիան եւ որ իր արչեւը գտնվեր մեծ բալասխանատվություն եւ կորձ որ պիտի էներ հանգարց մարգարեմը գուկա եւ իրեն Աստծո խոսքը գուտա եւ ինչ կսե իրեն աս համարը նշանավոր է գսե ուժով չէ զորությամբ չէ հավա իմ հոգիով է ուժով մարդու թիվով չէ մարդու շադությամբ չէ մարդ ուժով չէ ռեսուրսներով չէ Ցիրքերով չէ, դաղանտներով չէ, բարգևներով չէ, հավա Սուրբ Հոգով է։ Եվ երբ դու Սուրբ Հոգին հետ շարժելու սկսես 7-րդ համարը նայեցեք ինչ կերեցիկ է, գսե դու ով ես, ով մեծ լեր, ով կսկսի խոսիր լերին դիմաց կամ լերին թեմ։ Ամեն շինարար իր աչքերը լեր ունի։ Սար ունի, որ պետք է ջեղկե։ Որովհետև ան կորձը, որ քեզի դրված է, իրականության մեջ բուջուր բզիկ կորձ չէ, մեծ է։ Չէ, անոր դրա համար գսենք մեծ հանձնարարություն, Աստծո թակավորությունը երկրի վրա հաստատելը մեկ ծևերը մեկը որ գիտնաս որ Աստված քեզի գանչած է եւ որ գիտես որ անկորձը որ քեզի դրվեցավ մարդկային ուժով չես կնար ամբողջացնել։ Եվ գբահանչե Աստծո միջամտությունը։ Եվ բոլոր շինարարները իսկական շինարարները իրենց աչև ունին ասլերը։ Եվ ան շինարարը որ գահարի եւ գախված գաբրի դերոճմե դերը իր փոխարեն գխոսի լերանթեմ։ Եվ գսե դու ով ես, ով մեծ լեր, դու զորապապելի առաջ մի հարթավայր պիտի լինես եւ նա դուրս պիտի հանի գլխավոր քարը շնորհք նրան աղագներով։ Գրնաս քո անուն դոստնել եւ գսե եւ իմ աղոտ գսե որ բոլորիս անունները ասանք համարի մեջ գտնվի եւ գսե դերը խոսի քո արչեւը գտնվող լերին թիմաց եւ գսե իր արչեւը իմ հարթ պիտի դառնաստուն Այդ մեծ լերը հարթ պիտի դառնա իմ արջևս։ Ամեն։ Եվ ոնց չի վերջանար ավելի քեծիկ է 9-րդ համարը, եւ գթարնա եւ գսե նորեն քո անունը գարացնել այստեղ, զորապապելի ցերքերն են հիմնել այս դունը եւ նրա ցերքերն էլ պիտի ավարտեն այս դունը։ Քո ցերքերը պիտի շինեն եւ դերը քո ցերքովդ նաեւ ավարտին պիտի ասնե։ Գիշեք երեք կխոսենք թե օրնողը պիտի չի գարենա հաշվել քինը դուն շինելու կամ աշտարակը շինելու գսե ադիգա հիմքերը գտնե եւ անգերքը գթողե եւ գծկե գերտա բայց շինարարը գշինե եւ գամփոխչացնե ավարտին գահասնե եւ տուն դերոջը հետ կալես ինքը բալասխանությունը հանցնգարնե որ ավարտին հասնի այն գոչումը որ ինքը քեզի դված է գմնա որ մենք միավորված մնանք Տեր Հիսուսի հետը քայլենք Տեր Հիսուսի Բողոս Արաքյալ Թեսաղոնիկեցիներուն հետևյալը ասավ 1:5 որովհետև մեր ավետարանը ծեր մեջ միայն խոսքով չդարածվեց այլև զորությամբ Սուրբ Հոգով գադարյալ վստահությամբ ինչպես նաև գիտեք թե ծեր մեջ ինչպես եղանք ցեզ համար ինչպես դարածվեցավ իրենց ջարդար խոսքերով չէ իրենց վարպետությամբ չէ հապա Սուրբ Հոգով
Միան խոսքը չէր, հաբա նաև զորությունը արձակվավ Սուրբ Հոգով եւ ամենուն հավատքը իսկական հավատքի գաբեց։ Եթե օրնողը պիտի դառնա աշակերտ, թող նայի իր քահին վրայով նստած է։ Եթե աշակերտը պիտի դառնա շինարար, թող նայի ներքին սենյակը եւ աղոթքի կյանքին ուր է։ Որմով Աստված քեզի մարդու որսորդ պիտի դարձնի։ Ես վերջին համարը գարտամ եւ այդպես փակեմ Եբրայեցիս 12:26-ին գսե մեկ անգամ եւս գշարժեմ երգիրը եւ երգինքը։ Օրը պիտի կա Աստված ամեն ինչ պիտի շարժե, գարձես եւ անոր դերոճմով շինած է եւ գառուցած է։ Անի մնայուն պիտի մնա։ Անոր չեր ազատիգա, պիտի տեսնեն որ իր շինածը պիտի փլադագլա, մեր աղոթքը թողլա որ դեր ցնցե մեզ, եթե փամ մգա մենք մեր ցերկերով փորձեցինք շինել, քանթվին ամենը չեն գուզեր։ Գուզեն քու ունեցած կամ քու ուզածը շինվածը լա, քու անցդ խոնարեցու եւ բռնե այն բանը, որ շինարարին համար ամենակարևոր բանն է, դերոջը հետ քալելն է եւ աղոթքի կյանքն է։ Անգե մի հրաժարվե, մի թույլ տար, որ ովևէ մեկ բան ադիգա քու ցերկեդ առնե։ Շատ բաներ քո աչքեդ պիտի կան մի խապվիր։ Ամեն։ Եկ ոտքի գնանք մեկ հատ